transport infrastructure, transport. Արտգործնախարար Արարատ Միրզոյանը մոտավոր ժամկետներ է նշում, երբ կարող է տեղի ունենալ հայ-ադրբեջանական ապաշրջափակումը։ Լեհական հանրային հեռուստաալիքի հետ զրույցում նա մասնագետներին է հղում արել, թե երկաթուղու կառուցման համար նրանք առնվազն երկամյա ժամկետ են նշում, բայց Երևանն ըստ Պաշտոնյայի շահագրգռված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կապերը հնարավորինս շուտ բացելու հարցում։ Միրզոյանը նաև հայ-ամերիկյան կոնսորցիումի ստեղծման մասին է ազդարարել, որը կլինի Թրիփով երկաթգծի շինարարն ու հիմնական օպերատորը։ Հենց այդ ընկերությունն էլ պետք է որոշի այն երրորդ կողմերին ընկերություններին, որոնք պետք է տեղում աշխատեն, ծառայություններ մատուցեն։ Specialists say that it can take at least 2 years, for instance, etc. But եթե խոսենք երկաթուղային կապի մասին, մասնագետներն ասում են, որ դրա կառուցումը կարող է տևել օրինակ առնվազն 2 տարի, բայց մենք խիստ շահագրգռված ենք հնարավորինս շուտ կառուցելու, բացելու եւ վերագործարկելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կապերը, որովհետեւ մենք նույնպես կարող ենք օրինակ ուղարկել կամ ստանալ ապրանքներ, օգտագործելով Ադրբեջանի ենթակառուցվածքներն ու տարածքը։ Using infrastructure and territory of Republic of Azerbaijan. Ըստ Վաշինգտոնյան պայմանավորվածության հայ-ադրբեջանական հաղորդակցությունների բացումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգմամբ։ Ադրբեջանը Հայաստանի տարածքով կստանա դեպի Նախիջևան անխոչնդոտ, Հայաստանը փոխադարձ առավելություններով հաղորդակցություն։ Այս պայմանավորվածությունից հետո ադրբեջանցիները շարունակեցին օգտագործել Զանգեզուրի միջանցք տերմինը։ Դա նախ խիստ զայրացրեց Նիկոլ Փաշինյանին, նա տարածքային նկրտումներից խոսեց, բացատրություն պահանջեց, բայց հրապարակային արձագանքի բացակայության պայմաններում ինքն էլ փակեց թեման։ Թե իր ընկալմամբ, երբ Ադրբեջանն ասում է Զանգեզուրի միջանցք, նկատի ունեն Հորադիս Զանգելան ճանապարհը։ Թրամփի ուղու սկզբունքները համաձայնեցված են, բայց տեխնիկական խնդիրները դեռ պետք է քննարկվեն, ընդ որում թե Ադրբեջանի, թե Միացյալ Նահանգների հետ, որովհետև Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի կապը Հայաստանի տարածքով ապահովող Թրիփը Երևանն ու Վաշինգտոնը միասին պետք է կյանքի կոչեն, նաև երրորդ կողմերի ներգրավվելով, եթե Հայաստանն ու Ամերիկան համաձայնության գան։ ԱՄՆ դեսպանատունն այսօր հայտնեց, որ 4 օր առաջ Երևան է եկել ԱՄՆ մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայության թիմը։ Մինչև հոկտեմբերի 11-ը կարողությունների գնահատման բարելավման կարիք ունեցող ուղղությունները բացահայտելու համար կաշխատեն Հայաստանի սահմանապահների հետ։ Այս վերլուծության արդյունքում էլ ըստ հաղորդագրության կհստակեցվեն ռազմավարական ներդրումներ պահանջող ուղղությունները։ Խումբը դատելով դեսպանատան հրապարակած լուսանկարից 5 հոգանոց է։ Նրանց այցը ըստ ԱՄՆ դեսպանատան առաջին քայլն է խաղաղության խաչմերուկի կարողությունների զարգացման մասին հայ-ամերիկյան հուշագրի իրականացման ճանապարհին։ Արտգործնախարարը Երևանյան այդ քննարկումներից փակագծեր է բացել։ Now we with the United delegation or a team from the United States. Այժմ մենք Միացյալ Նահանգներից ժամանած պատվիրակության կամ խմբի հետ միասին պետք է համաձայնեցնենք անցուղու եւ այն ընկերության, որոնց մասին ես հենց նոր հիշատակեցի, տեխնիկական լուծումները, տեխնիկական մանրամասները։ Մենք արդեն սկսել ենք քննարկումները մեր ամերիկյան գործընկերների հետ։ Կարծում եմ առաջիկա ամիսներին կարող ենք ավարտին հասցնել այս գործընթացը եւ դրանից հետո պետք է մեկնարկի շինարարությունը։ Construction should take place. Արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է Նախիջևանի տարածքն օգտագործել Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղիով իրար կապելու համար։ Չնայած 2021-ին խոսվեց Նախիջևանով Արարատի եւ Սյունիքի մարզերը կապող երկաթուղու Մեղրի հատվածի շինարարության նախապատրաստական աշխատանքների մասին, բայց հայտարարություններից այն կողմ հարցն առաջ չգնաց։ Այն ժամանակ հայ-ադրբեջանական ապաշրջափակման բանակցությունները ռուսական միջնորդությամբ էին ընթանում։ 4 տարի առաջ հայկական կողմի հաշվարկներով Մեղրի 45 կիլոմետրանոց երկաթգծի կառուցումը կարժանար մոտ $200 միլիոն։ Շինարարությունն էլ կարող էր տևել շուրջ 3 տարի։ Իշխանությունից դեռևս ձեռնպահ են մնում այսօրվա հաշվարկներից խոսել։ Մասնագետներն էլ դժվարանում են ասել այժմ երբ 2 տարի է նշվում։ Արդյոք այդ ժամանակահատվածը ռեալ է։ Ալիևը վերջերս հայտարարել էր, թե ադրբեջանական կողմում երկաթգծի շինարարությունը մոտենում է ավարտին ու դատելով կողմերի հայտարարություններից առաջինը բացվող ենթակառուցվածքը հենց երկաթուղին կարող է լինել։ Բայց Վաշինգտոնյան պայմանավորվածություններից 2 ամիս անցել պարզ չէ։ Երևանն ու Բաքուն անցման պայմանների վերաբերյալ բանակցությունները արդյոք սկսել են։